Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ, ուրեմն այսօր պատրաստելու ենք շատ համեղ խմորեղեն Kinder Delice։ Դե ինչ, սկզբի համար կոտրելու ենք 6 հատ ձու և մի կարճ շաքարավազ։ Հիմա հերթականությամբ սկսենք։ Սկզբի համար ուրեմն կոտրում ենք ձուն, արագ կոտրենք, շատ համեղ խմորեղեն է, միգուցե դուք էլ պատրաստած եղնեք, դուք էլ համտեսած եղնեք, բայց փորձեք նաև ինչի՞ չէ իմ տարբերակով և կտեսնեք։ Հիմա այս ամբողջը մի կողմ տանենք և հերթականությամբ այսպես ավելացնում ենք շաքարավազը։ Նաև ավելացնում շաքարավազ, 4 բաղադրիչները նայեք, սիրելիներս, 1 բաժակ ալյուր, կարող ենք միացնել, տեսեք ինչքան լավ է մեր ձուն հարվել, հիմա ավելացնելու ենք 2 կտավ կակաո և 2 բավական է, այս ավելացնելու և նաև հիմա այս բոլոր 4 բաղադրիչները ամբողջը լավ խառնենք և ավելացնելու ենք սիրելիներս, խմորները արդեն պատրաստ, խմորներ հարեցինք և հիմա ասեմ, որ ջեռոցը նախապես ես արդեն միացրել եմ, լավ բակացրել եմ, սիրելիներս, մի հատ է ձեռքով այսպես, նայեք ինչքան լավ խմոր է։ Հիմա վերցնում ենք ջեռոցամանը, սիրելիներս, ես արդեն
թուղթը իրեն չափով։ Դրեցի և նաև մի թեթև, շատ թեթև ցետ կանենք և խմորը կլցնենք։ Ուրեմն թխելու ենք 180 աստիճանի տակ 30 րոպե, 30-ից 35 րոպե բավական է։ Դե ընթացքում հետևողական կլինենք, սիրելիներս։ Ինչպես հիմա ես խմորը լցնեմ։ Նույն ինչքան լավ մուկա է սպասում քելի է սիրելիներս և խմորն է լավ հարված հիմա կտեղափոխենք ջեռոց և արդեն կսկսենք կրեմը պատրաստել։ Այ այսպես սիրելիներս վերջ ամբողջը մցրեցինք և հիմա այ այսպես որպեսի ուղեղ լինի։ Դե ինչ, հիմա տեղափոխում ենք ջեռոց։ Հիմա նայեք սիրելիներս, մեկ բաժան սերուցք ենք լցնում, նորից ավելացնում, սերուցքը ավելացնում ենք նորից և սկսում փարել։ Հիմա միացնեմ։ Արդեն պատրաստել ենք կրեմը, նայեք ինչքան լավ է եղել։ Կանջատենք և կդնենք սառնարան, այդ ընթացքում արդեն բիսկիթը կհանենք, բիսկիթով կսպանվենք, նայեք։ Ինչքան լավ է եղել։ Նայեք, ինչքան լավ է եղել սիրելիներս, այ այսպես, նայեք, որակը, ոնց կա, այդպես է, հիմա սա կդնենք սառնարան, հենց այսպես, նայեք լսա որակը, Ես հենց այսպես դնենք սառնարան, ոնց եմ տալիս տեսեք։ Նայեք ոնց ամեջը լրի։ Թողնենք հիմա հովանա, որպեսզի կրեմը արդեն կսենք, շատ տաք է։
Դե ինչ արդեն հովացել է, ես ասեմ կտասած կապը որջով բացել եմ սիրելիներս և այդքան էլ շատ չենք թրջում, ուղղակի այսպես։ Իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել իմ ալիքից, ես էլ եմ ասում բոլորից հետ անչափ շնորհակալ եմ, որպեսզի նայում եք, հետևում եք, ինքեր պատրաստեք, ես տարբերակով ինքեր համտեսեք սիրելիներս, շատ լավն է լինի, յուրաքանչյուրն իրեն տարբերակ, ես տարբերակով եմ փորձել, ես էլ որ շատ լավն է լինի։ Տնայք, ես եք ինչքան լավն է եղել սիրելիներս, այ ասպես, լավ հաստ կսելու ենք, այս մի կոմ տանեմ, որ տեսնեք, կարող եք կողքեր կողքել, կարող եք չել, դա բան չի, որովհետև հիմա որ արդեն պատրաստի վիճակում կդրենք, դա ոչ մի տարբերություն է չի տալու։ Ինչքան որ աղել է։ Մի փոքր էլ այսպես վրա և թողնելու ենք մի 10 րոպե, 10 րոպե հետո շոկոլադ ենք անելու և արդեն պատրաստ է։ Ես շատ բարակ ենք կսում, որովհետև շոկոլադ ենք անելու։ Այսպես անենք։ Ասելով ամանը մի անգամից պետք է փոխենք, որպեսզի շոկոլադը արդեն լցնելուց պատրաստ լինի։ Այսպես շոկոլադը իրեն վրա ենք լցնելու։ Հիմա նայեք, շոկոլադներն եմ հալեցնելու, որպեսզի վրան լցնեմ։ Հիմա հալացնեմ ու նորից շարունակենք սիրելիներս։ Մի քիչ էլ այս սպիտակ շոկոլադից ենք հալեցնելու, երկու գույնն էլ օգտագործելու եմ։ Հիմա կշարունակենք, կտեսնեք։ Սպիտակ շոկոլադի մեջ նոր տեսնում եք սպիտակի ձև, շատ իրա կրեմը բան չեղնի, այ այսպես կսել ենք։ Նայեք
նայեք, տեսեք ինչպես եք հարմար գտնում, այնպես էլ արեք։ Հիմա ես ամբողջ այսպես շոկոլադ թափած, ես ամբողջ 4 կողմը սպիտակ շոկոլադ եմ սել, շոկոլադ թափատել եմ։ Երեսն էլ արդեն երկուք թալեցեք, հավական է։ Հիմա արդեն ինչքան լավն է նապայլը հասնենք ընդհանուր տեսքը, սիրելիներս, վերջում արդեն երևի այսպես անեմ։ Կողքերքնել ամբողջությամբ։ Ինձ սիրելիներս, ահա նայեք, արդեն ամբողջը վերջացեցինք մեր տորտիկը, նայեք, ինչքան լավն է եղել, դուք էլ պատրաստեք, դուք էլ համ տեսեք և կտեսնեք շատ համեղ է սիրելիներս։ Դե պատրաստում ենք սիրով, պատրաստում ենք համեղ, պատրաստում ենք գեղեցիկ, այսօր այսքան սիրելիներս, բոլորիդ հաջողություն եմ մաղթում։ Հիմա կկտրեմ, ներսն է կտեսնեք, թե ինչքան լավն է և դուք էլ թխեք ու համ տեսեք սիրելիներս։ Հիմա այ այսպես նայեք, ասի ես տեղավոր եմ և ցույց տամ։